2026 թվականին ընդունվածների թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 1100-ով, իսկ 2025 թվականի համեմատ 1350-ով։ 2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը անվճար, 10587-ը վճարովի։ Բուհեր է ընդունվել միայն 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը 1875 դիմորդ, վճարովի հիմունքով 7799 դիմորդ։ Դիմորդների ցածր թվի հնարավոր հետևանքների ու պատճառների մասին Պանորամայ-ը զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ Վերջինս պատճառներից մեկը համարեց 12-ամյա կրթությունը, հատկապես տղաների դեպքում, քանի որ 12-ամյա կրթությունը համարվում է հնաոճ։ Շատ տղաներ հենց դպրոցը ավարտում են, անմիջապես գնում են զորակոչվում են բանակ, որը բնավ չի նպաստում կրթության աճին, որովհետև եթե նախկինում նրանք առնվազն 1 տարի ունենում էին օրինակ պարապելու, բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու, հետո նոր բանակում ծառայելու, հիմա այդ հնարավորությունները չունեն։ Դա իսկապես շատ վատ է։ Ընդհանրապես ասած 12-ամյա կրթությունը հիմա արդեն կարելի է ասել հնացած է մանավանդ Հայաստանում, որովհետև 12-րդ դասարանում մեր աշակերտները գրեթե ոչնչով չեն զբաղվում։ Նրանք հատկես 1 կիսամյակ ընդհանրապես ոչ մի բան չեն անում։ Առաջին կիսամյակն էլ իբր թե պիտի դասեր անեն, բայց շատերը չեն էլ գնում դասերի, դուք գիտեք։ Շատերը ուղղակի անտեսում են դպրոցը, գնում են կրկնուսուցիչների մոտ պարապելու, ովքեր մտադիր են բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու։ Բայց դրանք էլ մեր շրջանավարտների 1/4-ն են ընդամենը, որ դիմում են եւ ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Դա նշանակում է, որ անհրաժեշտ է 12-րդ դասարանը մի հատ վերանայել եւ օրինակ շատ երկրներ այդ վերջի տարին իսկապես կամ թողում են հայեցողությանը, էլի, ովքեր կուզենան շարունակել, շարունակում են, բայց ովքեր արդեն կարողությունը ունեն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, գնան այնտեղ սովորեն։ Վերջինս նշեց, բուհ դիմացների 58.4%-ն է կարողացել ընդունվել բուհ։ Սա խոսում է կրթական դեգրադացիայի մասին։ Բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմացների ընդամենը 58.4%-ն է, որ կարողացել է ընդունվել։ Պատկերացնում եք, ընդ որում պետք է հաշվի առնել, որ դիմում են պարզ է, ոչ բոլորը։ Դիմում են նրանք, որոնք ուզում են բարձրագույն կրթություն ստանալ եւ դրա համար պարապում են առնվազն, կամ գոնե դպրոցում լավ են սովորում։ Ուրեմն մեր դպրոցական լավ սովորող աշակերտների դիմացների, որոնց կեսը դիմում են, դրանց միայն կեսից մի քիչ շատն է, որ կարողանում է ուրեմն ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Սա խոսում է հանրակրթության դեգրադացիայի մասին, որովհետև բուհերի ընդունելության քննությունների մակարդակը վերջին տարիներին ըստ էության չփոխվել, եթե ասենք նույնիսկ ավելի հեշտացել, բայց դպրոցի ավարտողների, այսինքն դիմորդների գիտելիքները էապես պակասել։ Սրա պատճառը ինչն է։ Պատճառը այդ անընդհատ շակերտներում ասած բարեփոխումներն են։ Ուսուցիչների ատեստացիա, չգիտեմ, իբր թե վերապատրաստումներ այդ ուսուցիչների, բայց այդ ամբողջը բերել է նրան, որ այս պահի դրությամբ 1000-ից ավելի դպրոցներ, 1000-ից ավելի թափուր հաստիկ կա Հայաստանի 1400 դպրոցներում։ Պանորամայ-ի հարցին, թե ինչ լուծումներ է առաջարկում կրթության փորձագետը, Ատոմ Մխիթարյանը առաջարկեց 2 տարբերակ։ Առաջինը՝ հեռացնել ոչ կոմպետենտ որոշում կայացնողներին ու ավելացնել բյուջեն, որը ծախսվում է կրթության վրա։ Պետք է հեռացնել որոշում կայացնողների շարքին։ Երկրորդը էապես պետք է ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորում։ Ամոթ է, բայց պետք է ասել, որ Հայաստանում համախառն ներքին արդյունքի վերջին տարիներին ոչ ավել քան 2-2.5%-ն է, միջինով 2.2-2.4%-ն է հատկացվում կրթությանը։ Լավ երկրներում, որտեղ կրթությունը զարգանում է կամ զարգացած է, առնվազն 5%-ն է հատկացվում։ Առնվազն, այսինքն 2 անգամ ավելի շատ։ Իսկ բացարձակ թվերով կարող է 10 անգամ տարբերվել։ Փորձագետը նաև նշեց, որ բարձրագույն կրթության վարձերը լուրջ խոչընդոտ են դարձել մարզերից եկած տաղանդավոր ու անապահով երիտասարդների համար։ Որպես օրինակ, Վրաստանում պետական բուհերում կրթությունն ամբողջությամբ անվճար է դարձել։ Հայաստանում նման համակարգի անցման համար կպահանջվի տարեկան շուրջ 25 միլիարդ դրամ, ինչը հավասար է պետական պաշտոնյաներին տրվող ընդամենը 2 տարվա պարգևավճարների ընդհանուր գումարին։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայ-ին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։